Փաշինյանը պատրաստվում է ընտրություններին։ Ես չեմ կարող վստահաբար ասել, որ ինքը պատրաստվում է հերթական ընտրություններին, որովհետև իր խելքով կարող է փչել ցանկացած պահի գնալ արտահերթ ընտրությունների։ Փաստորեն այս պահին, եթե 19-ի կալանքն էլ հաստատվի, որովհետև առավոտից հերթով գալիս էին ուրեմն լուրերը կալանքի որոշումների վերաբերյալ, կստացվի, որ մենք այս պահին Հայաստանում ունենք 40-ից ավել քաղբանտարկյալ։ Մենակ այն, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու փաստաբան է կալանավորվել, դա խոսում է նաև այն մասին, որ այստեղ փորձում են անմիջականորեն ազդեցություն ունենալ նաև իրավապաշտպան համայնքի վրա։ Ինքը երկրի գլխավոր քննիչն է, ինքը երկրի գլխավոր դատախազն է, ինքը երկրի գլխավոր դատավորն է։ Եթե իրական Հայաստանը դա է, ուրեմն մենք շատ լուրջ խնդիրների մեջ ենք։ Ինքը որոշում է, որ իրավունք ունի հայտարարել կաթողիկոսին կարգալույց, իհարկե դա աբսուրդ է եւ իհարկե դա սահմանադրության կոպտագույն խախտում է, իհարկե դա մեր օրենքների կոպտագույն խախտում է։ Կիրակին իրենց համար այսպես լինելու է գլխավոր փորձ, հասկանալու համար, թե ովքեր են իրենց կողքին եւ ում հետ միասին կկարողանան գնալ այդ ասպատակությանը։ Հակաիրավական գործընթացը եկեղեցու նկատմամբ արդեն իսկ տեսանելի էր, որ Փաշինյանի սիրտը քաղաքացիական բախումներ է ուզում։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծահարենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերության համար։ Տիկին Վարդանյան, մենք ականատեսն ենք եւ այն ժամանակահատվածում ենք ապրում, որ նույնիսկ ականատես լինելով վկան ենք դառնում, թե ինչպես է մի ազգակործան պատուհաս, որը դարել է մեր երկրի գլխին ծանր քար, ոչ միայն եկեղեցուն, այլ նաև անցել է ընտրված համայնքի ղեկավարներին, միտեղ տեսանք սպանություն, դրանից առաջ մենք տեսանք, որ ինչպես Մասիսի, առաջինը Մասիսի քաղաքապետին ձերբակալեցին, այսօր էլ դատնագնալու, հետո Վանաձորի ընտրված ընդդիմադիր քաղաքապետին որոշեց ամենաերկար պատիժը, տալ։ Եվ հիմա այս մարդը անցել է շատ արագ անազատություններին, փակելով մարդկանց անազատության մեջ, ուզում եմ հասկանալ, այս իրավիճակը ինչու արագացավ, մենք այսինքն մի իրավիճակում ենք, որ այլևս Նիկոլի արած յուրաքանչյուր քայլ չի զարմացնում մեզ, հատկապես Վեհարանի վրա հարձակումից հետո։ Եվ նաև այս մարդը նաև Կիրակի օրը հայտարարվեց իր կողմից, որ ես գնալու եմ, այլևս կարգալույց եղած հոգևորականը պետքա անի կիրակնօրյա պատարագ։ Ինչու արագացան այս կալանքները եւ դեռ շարունակվելու են գուցե։ Տեսեք, դուք շատ կարևոր դիտարկում արեցիք, սկսելով նրանից, որ ընտրված համայնքապետերը քրեական հետապնդման են ենթարկվում եւ այո, չի եղել որևէ դեպք, երբ ընդդիմադիր համայնքապետը ընտրվելուց անմիջապես հետո որևէ քրեական գործով հետապնդման չենթարկվի։ Փաստորեն մենք Վանաձորի դեպքը այսպես ակնառուն էր, երբ տարիներով կալանքի տակ պահվեց, այնուհետև կարծես 2 տարի եւ 7 ամիս։ Այո, որը որ այսպես շատ ավելի երկար էր, քան եթե իրեն դատապարտելու պարագայում պայմանական դատավճիռ կկիրառեին եւ մնացած բոլոր համայնքներում եւս ընդդիմադիր ընտրված ընդդիմադիր համայնքապետերը այս կամ այն քրեական գործերով անցնում են, իսկ փարաքարում մենք ականատես եղանք, որ ընտրված ժողովրդի քվեն ստացած ընդդիմադիր համայնքապետի նկատմամբ նույնիսկ կարող է ուրեմն մահվան ելքով ոտնձգություն տեղի ունենալ, որը ընդ որում մինչև հիմա բացահայտված չէ, եւ մենք նաեւ տեսանք, թե ինչպես անմիջապես սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա վենդետա է, հետո պարզվեց, որ ոնց որ թե այդքան էլ վենդետա չէր եւ այլն, որովե կանխարգելիչ գործողություն չէր արվել, եթե նույնիսկ վենդետա էր եւ այլն։ Այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ այս իշխանությունը չի հանդուրժում որևէ պարագայում, որևէ ուրեմն
ընդդիմադիր ներկայացուցչի պաշտոնավարումը, այսինքն ամեն ձև պետք է ազատվել իրենցից, դրան անմիջապես հաջորդեց Գյումրու դեպքերը, դրան հաջորդեց Վարդան Ղուկասյանի փաստորեն կալանավորումը եւ այս հապշտապությունը, սրան զուգահեռ նաեւ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է ընտրություններին։ Ես չեմ կարող վստահաբար ասել, որ ինքը պատրաստվում է հերթական ընտրություններին, որովհետեւ խելքով կարող է փչել ցանկացած պահի գնալ արտահերթ ընտրությունների եւ այսպես միգուցե այս շտաբ գործողությունները կարող են նաեւ դրա համար նախադրյալ դառնալ, բայց այն որ նա պատրաստվում է ընտրությունների, դա ակնհայտ է, այսինքն բոլոր տեղերում պետք է գլխատել ընդդիմադիրներին, որպեսզի կարողանան իրենց ուրեմն ԿՊ-ականների ազդեցությամբ մարդկանց վրա ազդել, վստահ եմ նաեւ ուրեմն վարչական ռեսուրսներ են կիրառվելու, օգտագործվելու եւ այլն, բախի մթնոլորտ է ստեղծվում, մենակ այն որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու փաստաբան է կալանավորվել, դա խոսում է նաև այն մասին, որ այստեղ փորձում են անմիջականորեն ազդեցություն ունենալ նաև իրավապաշտպան համայնքի վրա։ Մենք գիտենք, որ դա իրավապաշտպան համայնք ասելով ես նկատի ունեմ այն փաստաբաններին, որոնք իրավապաշտպան գործունեություն են իրականացնում, եւ ոչ թե այն առանձին կազմակերպություններին, որոնք իրենց իրավապաշտպան կազմակերպություն են որպես հայտարարել, բայց ոչ ձայներն է լսվում, ոչ էլ իրենք երևում են այս ամբողջ խայտառակ իրավիճակում, այս ամբողջ հակաիրավական գործընթացների ֆոնին։ Այսինքն հիմա սկսվել է այսպես ոտնձգություն փաստաբանական համայնքի նկատմամբ, որպեսզի իրենք էլ մտածեն այսպես իրավապաշտպանություն իրականացնելու ժամանակ կամ միգուցե այսպես ավելի пассив իրականացնեն իրավապաշտպանությունը։ Այսինքն վախի մթնոլորտ պետք է ստեղծել, պետք է բոլորը վախենան, որ ցանկացած պահի կարող են հայտնվել կալանավայրում։ Մենք փաստորեն ընդամենը մինչև 3 ունեինք արդեն 20-ից ավելի քաղբանտարկյալներ, 3 եւ այսօր հայտարարություն տարածվեց, որ եւս 19-ին արդեն զանգվածային անկարգությունների համար տանելու են կալանքի։ Գյումրու վերջին դեպքերի մասին է խոսքը։ Գյումրու վերջին դեպքերի մասին, երբ մարդիկ փաստորեն իրացնում են իրենց հավաքների եւ ընդվզելու իրավունքը, այս մարդկանց ասում են դուք զանգվածային իրավունք եք, անկարգություն եք իրականացրել, արդարադատության իրականացման եք խոչընդոտել եւ այլն, դե գնացեք կալանավայրերում նստեք, որպեսզի դա էլ ազդակ լինի հասարակության համար, որևէ կերպ չփորձեն հակառակվել այս իշխանությունների կողմից վարվող հակաիրավական գործողություններին։ Դա արդարադատությունը գրպանում դրած է եւ ինքն է այլևս որոշում, հա։ Միանշանակ ինքը երկրի գլխավոր քննիչն է, ինքը երկրի գլխավոր դատախազն է, ինքը երկրի գլխավոր դատավորն է եւ ընդհանրապես հետո զուտ ժողովրդավարության մասին բարձր խոսում են, իրենց ժողովրդավարության մարտիկներ են հրճակում, բայց մենք բոլորս ապրում ենք եւ տեսնում ենք թե ինչ է կատարվում։ Փաստորեն այս պահին, եթե 19-ի կալանքն էլ հաստատվի, որովհետեւ առավոտից հերթով գալիս էին ուրեմն լուրերը կալանքի որոշումների վերաբերյալ, կստացվի, որ մենք այս պահին Հայաստանում ունենք 40-ից ավել քաղբանտարկյալ։ Եվ հետո ասում են, դե թող մեկը համարձակվի այդ մարդկանց կոչել քաղբանտարկյալ, բա քաղբանտարկյալ չեն, ինչ են։ ԵԽԽՎ 1900 բանաձևը հենց դրա մասին է խոսում, որ քաղաքական իշխանությունների կողմից այս մարդկանց մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների իրացումն է փաստորեն խոչընդոտվում եւ տարբերակված մոտեցում է իրենց նկատմամբ դրսեւորվում, կատարած արարքի նկատմամբ պատիժը անհամաչափ է լինում։ Նույն Միքայել Սրբազանի պարագայում մենք տեսանք, հա Միքայել Սրբազանը հայտարարություն էր արել, որը իրենով հանցակազմ չէր պարունակում, բայց որոշեցին, որ չէ, դա քրեորեն մի տարի առաջ քրեորեն պատժելի չէր, 1 տարի հետո քրեորեն պատժելի է, այսինքն այս սարքած գործով մի ամբողջ դատավարություն իրականացրեցի, մի հատ էլ մեղավոր ճանաչեցին եւ 2 տարի ազատազրկման դատապարտեցին, այն դեպքում, երբ որ նմանատիպ գործերով այլ պատժի միջոցներ էին կիրառվել, որոնք կապված չէին ազատազրկման հետ, բա քաղբանտարկյալ չի Միքայել Սրբազանը, երեք էլ արդեն դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, ասում է 2 տարին քիչ է, 2 տարի 6 ամիս ազատազրկեք հայտարարության համար այդ մարդուն։
Քաղբանտարկյալ չէ, Բագրատ Սրբազանը եւ մնացած 17 արդարները, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը եւ էլի արժանապատիվ մեր հայրենակիցներ, որոնց խոսակցությունները կտրել կպցրել են իրար, դարձրել են մի ամբողջ քրեական գործ, դարձրել են այս մարդկանց ահաբեկիչներ եւ հիմա այդ դատավարական շոուներով փորձում են մարդկանց զբաղեցնել եւ մարդկանց վախեցնել, որ զգույշ եղեք ձեր արտահայտություններում։ Մենք ապրում ենք օրելյան իրականությունում եւ բոլորին գաղտնալսում են, այսինքն մեծ եղբայրը հետևում է բոլորին։ Ես վստահ եմ, որ եւ ինձ, եւ ձեզ, եւ շատ-շատերին նույնպես գաղտնալսում են եւ ասենք մի օր ինչ որ մի տեղից դուրս կգա մի ձայնագրություն, որը որ գիտեք, այստեղ մի ուրիշ բան էլ կա, գոնե ձայնագրությունը ամբողջական լինի, որ հանգիստ լինես, որովհետեւ մեզանից որևէ մեկը չի խոսում այնպիսի բաներ, ինչը չի խոսում կամերաների առջև, բայց իրենք այդ խոսակցությունները կտրում կպցնում են եւ մարդուն դարձնում են պոտենցիալ հանցագործ։ Այսպես որ հարմար է իրենց։ Այո։ Տիկին Վարդանյան, այնուամենայնիվ Կիրակի օրը կգնա, թե դա ուղղակի հայտարարություն էր եւ ուզում եմ մի հատ ճշտի նաև մարդկանց, հա, այսպես կարծիք, որովհետեւ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում մի հատ այսպես գցում է ինչ որ մի թեմա, որպեսզի տեսնի աշխատում է այդ թեման, թե ոչ։ Ես կարծում եմ, որ նույնիսկ կգնա, որովհետև այսօր էլ ազգային ժողովի ամբիոնից դա երեք հայտարարեց, որ օծյալ չի վեհապարը եւ իր չեմ ուզում ասել, որ ինչպես դիմեց, բայց ամեն դեպքում ասում է կարգալույց եղած ինչպես կարող է կարգալույց անել մի հոգեվորական։ Ես ինչքանով հասկանում եմ իրեն բացի մնացած գլխավոր պաշտոններից, հա, գլխավոր քննիչ, դատախազ, դատավոր, վարակաբան, չգիտեմ ինչ, այս բոլոր պաշտոններից զատ պակաս էր միայն բան, հա, գլխավոր հոգեվորական պաշտոնը եւ ինքը որոշում է, որ իրավունք ունի հայտարարել կաթողիկոսին կարգալույց, իհարկե դա աբսուրդ է եւ իհարկե դա սահմանադրության կոպտագույն խախտում է, իհարկե դա մեր օրենքների կոպտագույն խախտում է, բայց ինչ վերաբերում է Կիրակնորյա այդ միջոցառմանը, որը որ իհարկե պատարակ անվանել չի կարելի, որովհետեւ Ստեփան Ասատրյանը, եթե ճիշտ եմ հիշում անվազգանունը, կարգալույց եղած է եւ նա պարզապես իրավունք չունի պատարակ մատուցելու։ Ոնց որ ես գնամ եւ որոշեմ ինչ որ եկեղեցում պատարակ մատուցել։ Այո, ըստ էության այդպիսի ճիշտ համեմատություն է։ Ես կարծում եմ Կիրակի օրը կփորձեն շոշափել ժողովրդի տրամադրությունները, քանի որ արդեն երկար ամիսներ իրենք պլանավորում են ասպատակություն դեպի Էջմիածին, դեպի Մայրաթոր, Կիրակին իրենց համար այսպես լինելու է գլխավոր փորձ, հա, հասկանալու համար, թե ովքեր են իրենց կողքին եւ ում հետ միասին կկարողանան գնալ այդ ասպատակությանը, բայց դա նաև այնտեղ հավաքվող մարդիկ պետք է իրենք էլ հասկանան, որ այս ամեն ինչը իրականում եկեղեցու դեմ է, դա ի պաշտպանություն Ստեփան Ասատրյանի չէ, որովհետև նա կարգալույց է եղել հոգևոր խորհրդի որոշմամբ եւ բոլոր ընթացակարգերը պահպանելով, երբ իրենք գնում են այդ միջոցառմանը, իրենք ըստ էության դուրս են գալիս մեր նաև ես կարծացի, որ նզով կա լինում դա այդ դեպքում, երբ որ դու կարգալույց եղած հոգևորականից կարող ես նույնիսկ հաղորդություն ստանալ։ Դա իրականում լուրջ խախտում է, որովհետև այ շատ ճիշտ ասեցիք, ոնց կարծես թե ես կամ դուք հաղորդություն ի տարբերություն նրա, որ մենք արամ չենք եւ ստոպիկը չենք։ Փառք Աստծո։ Այնպես որ Կիրակի օրը մենք նաև կհասկանանք, թե ինչպիսի հաջորդ քայլեր է պլանավորում, որովհետև նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ի պատասխան հարցին, թե ներկա լինելու են այնտեղ, ոմանք ասում են այո, օրինակ Ավինյանը ասաց անպայման կգնայի, եթե գործուղման չլինեի, հետևաբար հրահանգը արդեն իջեցված է, եւ սա եկեղեցու խարխլման առաջին քայլերից մեկն է, որովհետև դու եկեղեցապատկան կառույցում, այսինքն հովանավանքում մասնակցում ես մի միջոցառման, որը ամենևին կապ չունի եկեղեցու հետ։ Եվ դա կարծես մեկնարկն է, կարծես, հա, Տիկին Վարդանյան։ Մեկնարկը քաղաքացիական բախումների, որովհետև մենք այնտեղ ամեն ինչի ականատեսը կարող ենք լինել։ Կլինի մարդ, որը կարող է ասի, որ գիտեք, ինչու եք եկել, որովհետև դուք մասնակցում եք մի արարողակարգի, որը
այո, նզովքի արժանի է եւ այդպես կլինին հարց ու պատասխան եւ կարող է եւ ավարտվի ինչ որ քաշքշուկների եւ այլն։ Գիտեք, Հիմա ենթադրություններ չանենք, բայց այնուամենայնիվ կարելի է։ Երբ մի քանի ամիս առաջ սկսվեց այս հակաիրավական գործընթացը եկեղեցու նկատմամբ, արդեն իսկ տեսանելի էր, որ Փաշինյանի սիրտը քաղաքացիական բախումներ էր ուզում։ Այն որ հայտարարում էր, որ պետք է ստեղծվի կոմիտե, խումբ, նույնիսկ չեմ էլ հիշում ինչպիսի բառեր օգտագործում, որտեղ մարդիկ պետք է նշանակեր, չէ՞ կարծես։ Մարդիկ պետք է սկզբում իրենց ռեզումեները ուղարկեին եւ այդ ռեզումեներով պետք է խումբ ձևավորվեր, որը համակարգեր եկեղեցու դեմ արշավը եւ ասպատակությունը եւ այլն, եւ հետո օրինակ կարմիր բերետավորներին մայրաթոռ ուղարկելը եկեղեցին ուրեմն այդպես չգիտեմ նույնիսկ բառ չեմ գտնում, հա, այդ կարմիր բերետավորների այնտեղ գտնվելու ողջ իրավիճակը բնութագրելու համար, այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ինքը պատրաստ է եւ տանում է քաղաքացիական բախումների։ Եվ չմոռանանք, որ կարգալույց եղած օրը, երբ որ հայտարարություն տարածվեց, նույն Հովանավանքում այլևս մտնել չի եղել, հա, ոստիկանները այնտեղ են եղել, հիմա չգիտեմ այնտեղ են թե ոչ, բայց այնուամենայնիվ կարգալույց եղած հոգևորական այլևս եկեղեցում պետք է չլիներ, բայց ստացվում է, որ ոստիկանները պաշտպանում են մի հոգևորականի, որը գիտեք զավեշտ է այս ամեն ինչ, Տիկին Վարդանյան, զավեշտ է այն, որ ոստիկանները պետքա, եթե չի ենթարկվում մարդը ինչ որ օրենքների, այն էլ եկեղեցական օրենքների, տիգան, որպեսզի եկեղեցուց դուրս հրավիրեն գուցե, հա, որ դուք իրավունք չունեք եկեղեցուն ծառայություն մատուցելու, բայց ստացվում է, որ ոստիկանները գնացել են եւ պաշտպանում են մի հոգևորականի, որը գուցե հիմա էլ, հա, կնունք ինչ որ ծեսեր է անում, որը հակաեկեղեցական է։ Երեք էլ ես կարդացի, որ ծեսեր էր իրականացրել, որի իրավասությունը ինքը բնականաբար չուներ, եւ ես շատ ափսոսում եմ այդ մարդկանց համար, ովքեր փաստորեն մասնակցել են մի արարողության, որը արվել է մի մարդու կողմից, ով պարզապես աշխարհիկ որևէ մեկն է հանդիսանում, այնպեսին ինչպեսին հենց իրենք են, այսինքն կստացվի իրենք կարող էին կնքել իրենց երեխային իզուեն գնացել իր մոտ։ Ինչ վերաբերում է ոստիկանությանը, շատ ճիշտ դիտարկում է, բայց եկեք չմոռանանք, որ այսօրվա ողջ իրավապահ համակարգը ծառայում է մի մարդու։ Եվ երբ երեք Փաշինյանը ասում էր, որ ինքը պաշտպանում է կարգալույց եղած Ստեփան Ասատրյանին, դա նշանակում էր, որ իրավապահ համակարգ դա նշանակում է, որ դուք եք պաշտպանում Ստեփան Ասատրյանին։ Այսօր մենք այդպիսի իրավիճակում ենք ապրում, այսինքն թվում է թե զավեշտ է, հա, երբ որ պետք է հակաիրավական եւ առանց որևէ իրավական հիմքի եկեղեցում գտնվող մարդուն այնտեղից հանեն եւ հակառակը պաշտպանեն եկեղեցին նրա կողմից արգելեն նրա մուտքը, ստացվում է հակառակը, այսինքն մենք էլի տեսնում ենք այն ինչ որ մեր աչքի առջև է, սպասարկում են մեկ մարդու կապրիզները։ Իսկ դա այլ կերպ քան կապրիզ անվանել հնարավոր չէ, որովհետեւ կարգալույց եղած հոգևորականին պաշտպանել եւ ասել գալու եմ քո պատարագին եւ այլն, դա կապրիզ է, որը իհարկե շատ հեռուն տանող հետևանքներ է ենթադրում։ Իսկ մեր իրավապահ համակարգը մենք տեսանք Գյումրիում ինչ էին անում, հա, մենք տեսանք, որ երևի թե Երևանում այլևս ոստիկան չէր մնացել, բոլորին գործուղել էին Գյումրի եւ դեռ այդ ձերբակալման ու բերման ենթարկելու ընթացքում հələ դեռ մեքենաներ էր ոստիկաններով լի, որ շարժվում էին դեպի Գյումրի եւ այդ իրականությունում ենք ապրում։ Պետական գույքը ոչնչացրեցին, պետական գույքը վնասեցին եւ այլն, բայց հասկանում եք, մենք ապրում ենք այնպիսի մի իրականությունում, երբ որ իրական հանցավորությունը թողած, իրենք զբաղվում են բոլորովին այլ հարցով։ Գուցե իրական Հայաստանը հենց դա է։ Ես չգիտեմ։ Ես անկեղծ չգիտեմ, եթե իրական Հայաստանը դա է, ուրեմն մենք շատ լուրջ խնդիրների մեջ ենք։ Դե իրենք ասում են, չէ՞ որ մենք այլևս իրական Հայաստանում ենք, ապրում ենք խաղաղ, զոհեր չենք ունենում, կրակոցներ չկան այլևս։ Հա, մենք այնպիսի իրական Հայաստանում ենք, որ օրինակ երեք Երևանում ՀԿ-ների հանդիպմանը մասնակցում էր Ադրբեջանի
Ադրբեջանից մի կին, որը որպես էկոակտիվիստ փակել էր ճանապարհը եւ մեր հայրենակիցները նաեւ այդ տիկնոջ գործողությունների պատճառով հայտնվել էին այսպես խորը շրջափակման մեջ։ Հետո այդ կինը հանկարծ հայտնվում է Հայաստանի Հանրապետությունում եւ դա այլ կերպ քան, չգիտեմ, արհամարանք, այլ կերպ քան այսպես ոչ պատշաճ վերաբերմունք Արցախի մեր հայրենակիցների եւ նաեւ մեր նկատմամբ չի կարելի գնահատել։ Ես վախենամ վաղը հրավիրեն նաեւ Ռամիլ Սաֆարովին, իսկ ինչն է իրենց խանգարում։ Միգուցե Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամության խորհրդանիշը իրենց համար կլինի Կացինը ձեռքը Ռամիլ Սաֆարովը։ Դե մի հերոսի կոչում էլ կարող են տալ մեդալի տեսքով։ Իսկ ինչն է իրենց խանգարում։ Իսկ ինչն է իրենք խանգարում, երբ որ իրենք անարգում են, ուրեմն այն զոհերի հիշատակը, որոնք ուրեմն այդ շրջափակման հետևանքով եւ շրջափակման արդյունքում Ադրբեջանի հարձակման հետևանքով եղան։ Հետո այդ կնոջը, հա, որը որ այդ կանգնած է այնտեղ, հետո հրավիրում են, պատվում են, չգիտեմ, ու ճանապարհում են Ադրբեջան, դա ինչ վերաբերմունք է, դա ինչ վերաբերմունք է մեր նկատմամբ, դա ինչ վերաբերմունք է արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։ Իմ մոտ հիմա տպավորությունն է, որ մենք դրին մի ուրիշ աշխարհից նստել ենք եւ խոսում ենք, որովհետեւ այնպիսի բաներ են տեղի ունենում մեր շուրջը, որ կարծես մենք սկսել ենք մերը պաշտպանել, հա, Արարատը մերն է, մենք պաշտպանում ենք Արարատը ներքին թշնամուց եւ մենք չգիտենք այլևս ներքին թշնամին է վտանգավոր, թե արտաքին, որովհետեւ երկուստեք են աշխատում եւ երկու զորեղ կարծես ուժեր նեղացնում են, անարգում են հայ ինքնությունը եւ չգիտեմ մենք իրականում ուր ենք դեռ գնում, որովհետև ամեն դեպքում Փաշինյանը դեռ տեղում է, բայց հասնելու ենք 26-ին, թե ոչ։ Որովհետև նաև տեղի ունեցավ Հայաստան Դաշնքի ստորագրությունները իմպիչմենտի այդ փաստաթղթի տակ եւ հիմա ուզում եմ հասկանալ որևէ նշանակություն կունենա, աշխատի թե չի աշխատի, թե մենք հիմա ուղղակի նստած եւ սպասում ենք։ Թեև ընդդիմադիրները մինչեւ 1-2 այսպես դանդաղ քայլերով են պատրաստվում ընտրությունների, բայց մենք կարող ենք անակնկալի գալ։ Մենք այո կարող ենք անակնկալի գալ եւ ամենևին ընտրություններին չհասնել եւ այդ անակնկալը կարող է երկուստեք լինի։ Քնից ակնա եւ որոշի արտահերթ ընտրությունների նախաձեռնության հեղինակների հետ պետք է խոսել, թե նոր ինչպիսի քայլեր են արվել եւ ինչ քայլեր են սպասվում։ Դե կարծես ոչ մի բան չկա, որտեղ եթե լիներ գոնե հայտարարության տեսքով։ Ինչ վերաբերում է կհասնենք 2026 թվականի ընտրություններին, թե ոչ, այստեղ այո կարող է երկուստեք եւ իշխանության կողմից այսպես գործողություններ լինեն, որոնք որ շատ ավելի առաջ կբերեն 2026 թվականի ընտրությունները եւ հակառակը կարող է ի վերջո նաեւ ընդդիմության գործողությունների արդյունքում եւ հանրության այս կուտակված դժգոհության արդյունքում ամենևին 2026 թվականին սպասելու խնդիր չլինի։ Գիտեք, որովհետեւ մեզ թվում է, թե հանրությունը ավելի իներտ է դարձել, իրեն չի հետաքրքրում այդ ամեն ինչը, ինչ կատարվում է մեր երկրում եւ շատ հաճախ մենք ինքներս էլ ենք, հա, քննադատում, ասում ենք, օրինակ, որտեղ են մարդիկ, երբ դատում են մեր սրբազաններին եւ այլն, բայց դժգոհությունը, որ այդ մարդկանց մոտ կուտակվում է, դա արդեն չափելի չէ, որովհետեւ եթե նույնիսկ այդ մարդիկ կոնկրետ ինչ-որ պահերին փողոցում չեն, դատարանի առջև չեն եւ այլն, դրանով այդ մարդկանց դժգոհությունը չի վերանում։ Եվ հետեւաբար այդ դժգոհության, այդ բողոքի վիճակը ի վերջո կարող է բերել նաև անակնկալ զարգացումների եւ ես կարծում եմ հենց դա էլ է պատճառը, որ այս իշխանությունները ցայտնոտի մեջ են, այնպես չէ որ մենակ մենք ենք շփվում մարդկանց հետ եւ տեսնում ենք այդ դրամատրությունները, իրենք էլ են տեսնում այդ դրամատրությունները, իրենք էլ ունեն վիճակագրական տվյալներ եւ տեսնում են թե որքան են մարդիկ արդեն այսպես բան այրվում, հա, կարծես ոնց է եռում է այդ ամեն ինչը եւ հենց դա է նաեւ պատճառը, որ իրենք փորձում են այսպիսի
ձերբակալություններով եւ կալանքներով վախի մթնոլորտ ստեղծել, որ այդ երրոցը ի վերջո բան չլինի, դուրս չգա եւ այսպես իրենց չքշի չտանի։ Եվ Տիկին Վարդանյան, եթե Աստված ոչ անի, հա, մենք իհարկե վաղաշաբաթի ընտրություններին ենք հա պատրաստվում եւ ունենք Խաչիկ Մանուկյան անուն ազգանունով մի մտավորական, արժանապատիվ մտավորական, որը այսօր հայրենի կուսակցությունից առաջադրվել է եւ հուսանք, որ Խաչիկ Մանուկյանը անձը ինքն իրենով կարողանա այնտեղ որևէ բան փոխել եւ այո, ընդդիմությունը պետք է հաղթի, բայց եթե ստացվում է այնպես, որ մենք հասնում ենք 26 թվական եւ դե հիմա լեզուսա հիմա պիտի այդ ասեմ, Նիկոլը ընտրվում է։ Ինչու է ընտրվում, որովհետև Չակուճն էլ է իր ձեռքը, այդ նկարելն էլ է իր ձեռքը, ընտրախախտումներ անելն էլ է իր ձեռքը։ Մենք տեսանք վաղաշաբաթին անդրադարձա Մեխակյանը ինչպես էր մինչև քարոզարշավի սկսելը ուտելու, խմելու, այնտեղ սեղաններ էին փռվել, երեխաների նվերներ էր, ինչ որ մի բարեգործի անվան տակ տալիս, մյուսին տվեցին 10,000 ամերիկյան դոլար նվեր, այդ կաշառք չի։ Այն ինչ որ արվում էր իր կողմից։ Եթե ընդդիմությունը աներ, որտեղ կլինեին այդ մարդիկ։ Այն ինչ որ արվում էր Մեխակյանի կողմից, արվեր ընդդիմադիր որևէ գործչի կողմից, իրենք անմիջապես ոստիկանությունում եւ կալանավայրում կհայտնվեին։ Պաստառները այդ օրը հենց կարծես։ Այո, եւ այն հաղորդում տվողները, հա, որ արագ մեկը մյուսի հետևից հաղորդումներ են ուղարկում, չէին սպասի, եթե դա ընդդիմադիր լիներ, անմիջապես հաղորդումը կտային, այս բaragայում մենք դրա հետևանքները չենք տեսնում եւ ինքն էլ արդեն սկսել է մասնակցել քարոզարշավի, բայց Էջմիածնում մենք իսկապես ունենք ընդդիմադիր, այսպես լուրջ հայտ ներկայացրած մասնակիցներ, խոսքը եւ Սևակին է վերաբերում, եւ Խաչիկին է վերաբերում Մանուկյան, եւ Մայր Հայաստանի թեկնածուն է, եւ այս բaragայում շատ կարեւոր է, որպիսի ընդդիմադիր ուժերը գործեն փող համագործակցության, փոխլրացման, իսկ ընտրություններից հետո նաև հնարավոր այսպես միավորվելու տրամաբանության մեջ եւ այս բaragայում ես տեսնում եմ, որ մենք Էջմիածնում ունենք հնարավորություն ունենալու ոչ քպայական, ոչ ծառայամիտ համայնքապետ, վաղաշաբաթի համայնքում Էջմիածին եմ ասում, վաղաշաբաթում ունենալու այդպիսի մի համայնքապետ եւ դա նաեւ ցուցիչ է լինելու իրենց համար, իրենք նաեւ այդ պատճառով են այս պահին ցայտնոտի մեջ ցույց տալու համար, որ մի հույս մի ունեցեք, որ Գյումրիի մոդելը կարող է այլ տեղեր էլ գործել, բայց ես վստահ եմ, որ վաղաշաբաթի համայնքում եւս դա կարող է գործել եւ համապետական ընտրությունների ժամանակ եւս այդպիսի մոդել կարող է գործել։ Կգնան իրենք տարբեր տեսակի խախտումների, ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի կիրառման եւ այլն, իհարկե կգնան։ Այդ մարդիկ պատերազմ են, իրենք պատերազմ են կեղծել, մի ընտրությունն ինչ է որ չկեղծեն իհարկե, բայց այստեղ հենց այդ ընտրություններում յուրաքանչյուր քվեն պահելու խնդիրը պետք է լինի ընդդիմադիր ողջ դաշտը միավորող, որովհետև ես կարծում եմ մինչև ընտրությունները դեռ նոր շարժումներ են լինելու, նոր միավորումներ են լինելու եւ այս բոլոր այդ ընդդիմադիր ամբողջ դաշտը պետք է ուրեմն միավորվի նաեւ հենց այդ ընտրությունների արդյունքները պահելու վրա եւ օրինակ ինչը կարող է իրենց բան անել, սաստել, ինչը կարող է իրենց կանգնեցնել, այն որ իրենք պետք է տեսնեն սպառնալիք կեղծիքների արդյունքում հեղափոխության ճանապարհով իրենց հեռացնելու նաև, այսինքն եթե մենք գնալու ենք այդպես քաղաքակիրթ ընտրությունների, որ եթե դուք կկեղծեք, մենք սահմանադրական դատարան կդիմենք եւ այլն, հասկանալի է դա, ոչ մի բան է, բայց եթե դու գնում ես ընտրությունների, որ միջև վերջ գնալու եմ եւ միջև վերջ նույնիսկ հեղափոխությամբ եմ գնալու այդ ամեն ինչին, սա իհարկե կարող է իր հետ արդյունքները ունենալ եւ ես տեսնում եմ այդպիսի հեռանկար եւ հնարավորություն եւ ամենակարևոր հանգամանքը այդպիսի հնարավորությունը կարող է դառնալ իրականություն, երբ ընդդիմությունը վստահաբար գնում է իշխանություն վերցնելու, որովհետև ցավոք սրտի ես տեսնում եմ որոշ միավորումներ, որոնք պատրաստվում են գնալ ընտրությունների ընդդիմության տեղը զբաղեցնելու, այսինքն ընդդիմադիրեն իրենք գնում են որպես ընդդիմություն լինելու ակնկալիքով, դա արդեն ինչ-որ մանդատ խնդիր է, հա, այսինքն առաջին ակնկալիքը պետք է լինել
լինի իշխանություն վերցնելը եւ հետո տեր կանգնել այդ իշխանություն վերցնելու գործընթացին։ Իսկ եթե Նիկոլը ընտրվում է այնուամենայնիվ ես ուզում եմ հավատամ եւ ոչ միայն ուզում եմ հավատամ, այլ ունեմ վստահություն, որ ընդդիմադիր ուժերը կարողանալու են հասնել ժողովրդի վստահությանը եւ ժողովրդի միջոցով հեռացնել Նիկոլին։ Որովհետեւ այս խաղաղությունը մենք գիտենք, կեղծ խաղաղություն է, եւ ինքը այդ խաղաղությունը ծածանում է եւ այդ խաղաղությամբ ինքը բոլորին փորձելու է, հա, ընտրելու հնարավորության միջոցով բերել իր կողմը, բայց մենք հոլավ գիտենք, որ Նիկոլի ընտրվելուց հետո շատ հնարավոր է եւ թող իսկապես դա չլինի եւ Նիկոլն էլ չընտրվի, բայց պատերազմը անխուսափելի է եւ մենք լավ գիտենք նաեւ ինչ պահանջներ են դրված Հայաստանի վրա եւ Ադրբեջանը ինչ պահանջներ, այդ պահանջները ինչպես ինչ արագությամբ է ուզում իրականացնել։ Գիտեք, մեր հասարակությունը այդքան միամիտ չէ։ Մենք շատ հաճախ ասում եմ թերագնահատում ենք մեր հասարակությանը, շատ հաճախ մեղադրում ենք ինչ-որ բաներում եւ այլն, բայց մեր հասարակությունը այդքան միամիտ չէ։ Որտեղ Նիկոլի ընտրազանգվածը գնալու է պարտադիր ընտրության։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր ընտրազանգվածը նաեւ գնա, որովհետեւ մենք տեսանք, որ ընտրությունների ժամանակ քանակը որպես այդպեսին շատ շատ կարեւոր է եւ այստեղ բոլոր ուժերը լուրջ անելիք ունեն, բայց ինչ վերաբերվում է խաղաղությանը, ապա իսկապես մեր հասարակությունը այդքան միամիտ չէ, որպեսզի վստահի մեկ նախաստորագրած փաստաթղթով խաղաղության ուրեմն այդ ողջ ստեղծված միֆին, որովհետև մարդիկ շատ լավ հասկանում են, որ եղել են բազմաթիվ այդպիսի փաստաթղթեր, նույնիսկ ստորագրած եւ ոչ թե նախաստորագրված, որից հետո որոնց հաջորդել են պատերազմները։ Եվ հիմա այս պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնում է, որ ադրբեջանական զորքերը ջերմուկի մատույցներում են, ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի տարածքը, երբ մեր հայրենակիցները դատվում են Բաքվի դատարաններում եւ գտնվում են Բաքվի բանտերում, այս ամեն ինչը տեսնելուց հետո կարծում եք մեր հայրենակիցները վստահում են այդպիսի խաղաղությանը։ Հարցրեք մարդկանց, որևէ մեկը վստահում է, որ այդ թղթով մենք կարողանալու ենք հասնել խաղաղության։ Չէ, խաղաղության համար իհարկե մենք բոլորս ուզում ենք խաղաղություն։ Իհարկե այդ խաղաղությունը պետք է բանակցվի, իհարկե այդ խաղաղությանը պետք է հասնել, բայց այդ խաղաղությունը պետք է լինի փոխադարձ։ Իսկ մեր այդ խաղաղություն կոչված փաստաթուղթը մենակ մեր զիջումներն են։ Իրենք ուզում են մենք տալիս ենք, իրենք ուզում են մենք տալիս ենք։ Հիմա սահմանադրության փոփոխություն են ուզում կամ նոր սահմանադրություն են ուզում։ Դրան են գնալու։ Այսինքն մարդիկ այդ ամեն ինչը տեսնում են, այնպես չէ որ մարդիկ միամիտ են եւ դա չեն հասկանում։ Եվ նա սահմանադրությունն է պատճառը, որ նաեւ ինքը այս պարագայում անդրադառնում է եկեղեցուն, որովհետեւ մեր նոր սահմանադրության մեջ մերը չի լինելու բնականաբար, ինչը որ արդեն Տշնամին գրել դրել է սեղանին, չի լինելու եկեղեցու մասին, չի լինելու Արցախի մասին։ Վստահ եմ դա լինելու է մի սահմանադրություն, որը ամենևին չի արտահայտելու մեր ազգային նկրտումները, մեր իղձերը եւ մեր պատկերացումները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Այո, իրենք բերելու են մի այդպիսի փաստաթուղթ։ Եվ հենց հարցը դրանումն է, որ այս հասարակությունը նաեւ դա է հասկանում եւ վստահ եմ, որ թույլ չեն տալու այդպիսի փաստաթուղթ ընդունվի։ Եվ այս պարագայում, այո, շատ կարեւոր է հասարակության լայն զանգվածների մոբիլիզացիան, որովհետև եթե դուք ընտրություններին կարողանում ես ներգրավել հասարակության լայն զանգվածներ, այս դեպքում արդեն ընտրությունների բոլորովին այլ արդյունքներ կարող են լինել, եթե իհարկե հասնելու ենք ընտրության։ Աստված իհարկե չհասնենք։ Որտե մտավախությունը մեծա Նիկոլին եւ այսօրվա իրավիճակը ինչ որ ունենք եւ պատկերացնում ենք վերջում ինչա լինելու։ Եթե իհարկե դա Աստված քաղաքացիական բախումների չտանի ժողովրդին եւ վերջին արյունը չփորձի, հա, այսպես երախը չկշտանա։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ ինքը չի հրաժարվելու այդ քաղաքացիական բախումների մտքից եւ գաղափարից, առաջիկայում մենք կտեսնենք նոր զարգացումներ, բայց ես նույնքան վստահ եմ, որ որքան իր ձգտումներն են, հակասահմանադրական, հակաիրավական ձգտումներն են, նույնքան էլ հավատավոր ժողովրդի հավատարմությունն է եկեղեցին եւ եկեղեցին պաշտպանելու ձգտումը։ Շնորհակալ եմ սրտից։ Ես եմ շնորհակալ։
կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։